Բարև ձեզ։ Զեփյուռ ռադիոկայանի եթերում է Մարիամ Գևորգյանը։ Զեփյուռ անվանումն ընտրել եմ, քանի որ այն նշանակում է գարնան նախքանից։ Ես ծաղկավետ գարուն շատ եմ սիրում։ Այսօր ես կխոսեմ հայտնի դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենի մասին։ Բեթհովենը ծնվել է 1770 թվականի դեկտեմբերի 16-ին Գերմանիայում։ Բեթհովենի հայրը դեռևս վաղ տարիքում է հայտնաբերել որդու երաժշտական տաղանդը և լավագույնս հոգ տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա եղել է որդու առաջին ուսուցիչը, սովորեցրել է կլավեսին և ջութակ նվագել, ձգտել է որդուն դարձնել երկրորդ Մոցարտ։ Բեթհովենը սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից, այնուհետև այդ ստեղծագործություններից շատերը վերամշակել է։ Կոմպոզիտորի պատանեկան տարիների գործերից հայտնի է 3 մանկական սոնատ և մի քանի երգ, այդ թվում Արչամուկը։ Նեֆերի շնորհիվ 1783 թվականին հրատարակվել է Բեթհովենի առաջին ստեղծագործությունը՝ վարիացիաներ Դրեսլերի քայլերթի թեմայով։ 1787 թվականից Բեթհովենի մոտ ի հայտ են գալիս լսողական խանգարումներ։ Այն մասամբ վերականգնելուց հետո որոշ ժամանակ անց ականջներում եղած աղմուկն ավելի է ուժ գնանում, որի հետևանքով է նվազել և հետզհետե կոմպոզիտորը կորցրել է լսողությունը։ Բեթհովենն աչքի էր ընկնում նաև իր ծայրահեղ կոպտությամբ։ Մի անգամ, երբ նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկը սկսել էր խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենը ընդհատել է ելույթն ու ասել. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»։ Ներողություններն ու համոզելու փորձերն ապարդյուն են եղել։ Մեկ այլ միջադեպ, երբ Բեթհովենը հյուր էր գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին և նրա ստեղծագործությունների սիրահար էր։ Նա մի քանի ազնվականների հետ նաև ֆինանսական աջակցություն էր ցույց տալիս Բեթհովենին։ Լինելով նրա տանը, Լիխնովսկին ցանկանում էր, որ Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվում է։ Լիխնովսկին սկսում է համառել և նույնիսկ հրամայում է կոտրել այն սենյակի դուռը, որտեղ փակվել էր Բեթհովենը։ Զայրացած կոմպոզիտորը հեռանում է կալվածքից և վերադառնում է Վիեննա։ Առավոտյան Լիխնովսկին Բեթհովենից նամակ է ստանում. «Իշխան, իմ տաղանդի և արվեստի համար ես պարտական եմ ինձ։ Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է»։ Բեթհովենը մահացել է 1827 թվականին։ Այսքանով ավարտենք Բեթհովենի մասին մեր զրույցը։ Իմ նպատակն է, որ ամեն մարդ լավ իմանա Բեթհովենի մասին։ Ես անձամբ շատ եմ սիրում Բեթհովենի ստեղծագործությունները, քանի որ ինքս էլ եմ նվագում դրանցից մեկը։ Տեսություն, հիշեցնում եմ, որ եթերում է Զեփյուռ ռադիոկայանը։